Սիրելի երևանցիներ, ես այդպայն գտնվում եմ հյուսիս-հարավ մայրուղու վրա, գտնվում եմ մոտավորապես Արտաշատ քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա եւ այս պահին հենց ավտոմեքենայի մեջից տեսնում եմ օդի որակի ցուցանիշը, որը նույնիսկ որոշ դեպքերում ավելին է ցույց տալիս, քան Երևան քաղաքում։ Այս պահի դրությամբ օդի որակի ցուցանիշը միջին աղտոտվածության շրջանակում է գտնվում եւ իրականում մեր հիմնական խնդիրները, որոնք որ սկսում էին նոյեմբերից եւ մենք այս մասին խոսել ենք, արդեն իսկ սկսել են։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն եւ խնդիրը բազմաշերտ է եւ առաջին հերթին իհարկե պայմանավորված է ջեռուցման սեզոնով։ Այս մի քանի օրը նաև պայմանավորված է որոշակի հրդեհներով, որոնք որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում, բայց ամենակարևոր եւ ամենաբարդ հատվածը իհարկե մեր աշխարհագրական դիրքն է եւ հարարատյան գոգավորության հատվածում կուտակվող եւ չշարժվող օդը։ Եվ մենք շուտով կխոսենք նաև թե ինչեր է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը, ինչ համագործակցության շրջանակ ենք պատկերացնում մեր շրջակա միջավայրի նախարարության, մեր տեսչական մարմնի հիդրոօդանավության կենտրոնի հետ եւ կարծում եմ նաև կհրավիրենք տարբեր մարդկանց երևանցիների, ում հուզում է հարցը, ով հետաքրքրված է խնդրով եւ նաև կտեղեկացնենք թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ առումով։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։